Սայաթնովա 15 հասցեում գտնվող շենքի նկուղից շինարարական տեխնիկան մի քանի ժամ առաջ է դուրս բերվել։ Հորատող սարքավորումների և տրակտորի աղմուկը մեկ ամիս շարունակ հանգիստ չէր տալիս բնակիչներին։ Ասում են կառուցապատողները դիմել են տարբեր հնարքների, որ իրենց բողոքը տեղ չհասնի։ Հիմնական աշխատանքները այդ հողը, որ տանում են, լինում է շաբաթ կիրակի օրերը, որովհետև գիտեն, ոչ մի հիմնարկությունում ղեկավար մարդ չկա, որ ժողովուրդը բողոքի։ Այսօր ես ասեցի իրանց աշխատողին, ասում եմ, դե ժամանակ է հարմար, որ բանվորները գան աշխատեն։ Տեխնիկայի աղմուկը հանդուրժել էին այնքան ժամանակ, մինչև նկուղից բանվորները սկսեցին մեծ քարեր և հիմքի բեկորներ դուրս բերել։ 40 տարվա շենքի սեյսմակայունությամբ մտահոգված երկար բարակ չմտածեցին և ահազանգեցին արտակարգ իրավիճակների նախարարություն։ Երբ տիկին Սվետլանան նախարարության աշխատակիցների հետ միասին երկար դադարից հետո առաջին անգամ իրենց շենքի նկուղ մտավ, տեսածն ապշեցրեց նրան։ Մենք մտանք ներս, տեսանք մեծ քարեր ահռելի, լրիվ տակից պոկած ու հանում տանում են դրանք։ Այն արմատուրաները, որ ասում են, դե հայերեն չեմ կարող հիմա այս թարգմանեմ, դրանք արդեն երևում են։ Շենքի վրդոված բնակիչները բակ են դուրս եկել, ասում են պատրաստ են մնալ այնտեղ այնքան ժամանակ, մինչև հարցը վերջնական լուծում չստանա։ Առավոտից շինարարությունը նախարար Արմեն Երիցյանի հրամանով դադարեցվել է։ Տարածքում արդեն աշխատել են փորձագետները։ Ներկայում վարչական շրջանի մեր բաժնի պետը քաղաքապետարանում համապատասխան ծառայությունների հետ աշխատում է եւ րոպեներ առաջ ընդերից ցեցին, որ քաղաքապետի գրությունն է պատրաստվել քաղաքաշինության նախարարության հողի վերահսկողության վարչություն, որպեսզի պարզվի թույլտվությունները, աշխատանքների ծավալները։ Բնակիչները վրդոված են ոչ միայն շինարարության պատճառով, 81-ամյա Վահան Պապիկին օրինակ ջղայնացրել է կառուցապատողի արհամարհական վերաբերմունքը։ Նա շենքի առաջին բնակիչներից է, բազմիցս է փորձել պարզել, թե ինչ են կառուցում ու միշտ կոպիտ պատասխան ստացել։ Մենք ժայռեսը չենք տեսել։ Նրա շիստորկեքին ենք հանդիպում, ասում ենք մեզ ասել են անում ենք։ Սարքում են օբյեկտ, բայց ինչա չգիտենք, փորում են։ Շարունակել թե ոչ շինարարությունը կորոշվի 2 օրից։ Սեյսմիկ փորձաքննություն անցնելու դեպքում Սայաթնովա 15 հասցեում նոր ռեստորան կգործի։ Հակառակ դեպքում օրենքով կառուցապատողը պարտավոր է շենքը վերադարձնել նախկին տեսքին։ Արսեն Դումանյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։